Այլուս։ Դες ինչ կա, որ սենց շուտ ես եկել։ Բան կա հետդ խոսելու։ Լուրջա։ Կարելի է ասել։ Մի քիչ խառն եմ, գործերը շատ են, արի այդ դեպքում իջնենք մեքենայով գնանք, ընթացքում եկը պատմես։ Հիմա արդեն լավ ես։ Հա։ Մի քիչ շատ քայլեցինք, չէ՞։ Բժիշկն ասել էր զբոսնենք, բայց ոչ այսքան։ Թե ես ինձ վատ չեմ զգում։ Լավ եմ։ Լավ ես հաստատ։ Հա։ Հակոբ հետդ խոսելու բան ունեմ։ Ես գիտեմ այդ նկարը։ Հա։ Ուզում եմ կոնկրետ ինձ ասես, այդ նկարի հետ կապված։ Այդ նկարը ինչի պիտի անհետանար։ Դու ինչ է կարծում ես, որ ես եմ վերցրել։ Չէ, մի րոպե Հակոբ։ Այդ նկարի տեղը ոչ ոք չգիտեր, մենակ մենք։ Ով պետքա գար ու այդ նկարը վերցներ տնից։ Եթե ես չեմ, Աբելը չի, Լիլիթը չի։ Էստեր դու ինչ եք ինձ ես կասկածում։ Ես չեմ վերցրել։ Ես խելագար չեմ, որ ձեզ տանջեն, ձեզ նեղություն տան, իսկ ես նկարը վերցնեմ տեղը իմանամ և ոչ մի բան չասեմ, խնդրում եմ։ Ես չասեցի, որ դու խելագար ես։ Բայց դու մտածեցիր այդպես։ Չէ, Հակոբ, խնդրում եմ, չէ։ Էստեր, ես շատ եմ տանջվել առանց ձեզ։ Շատ եմ մտածել, ես ձեզ շատ եմ սիրում, քեզ էլ Մարիամ ես էլ։ Եվ ուղղակի ես խոսք եմ տալիս, ես կգտնեմ այդ նկարը։ Ես հավատում եմ, Հակոբ։ Դու վախենում ես, չէ՞։ Առաջ վախենում էի։ Հիմա որ կողքիս ես, չեմ վախենում։ Ուղղակի գիշերներ անընդհատ վեր ես կենում, մի 10 անգամ դուռը տեսնում ես փակա, թե չէ, անհանգիստ ես շատ։ Ես ինձ համար չեմ վախենում։ Քո և Մարիամիս համար եմ վախենում, Էստեր։ Դու դեռ ինձ ոչինչ չես պատմել։ Ես ամեն ինչ պատմել եմ քեզ և ոչ մի բան չեմ թաքցրել։ Աբելի հետ խոսի, հա։ Ինքը դրան սպասում է, որ քեզ օգնի։ Ես Աբելի հետ կխոսեմ։ Խոստանում ես։ Խոստանում եմ և ինձ խելագար չհամարես, խոստանում ես։ Ինչ կա։ Բան չէ, մի թեթև խնդիր կար լուծեցի։ Ինչ խնդիր։ Այդ մասին եմ մտածի, լուծած է։ Այն գործի հետ կապված կարող այսօր զանգեմ, նենց որ կապի մեջ կլնես, պատրաստ կլնես, կարող ասեմ ավելի շուտ անես։ Լավ։ Սպասի զանգիս։ Ով էր ես տղեն։ Ծանոթենիցս մեկը։ Պարզ է չեմ խառնվում։
Այ տես արդեն դուրս գալիս է ախպեր։ Հասկանում ես, որ խառնվել պետք չի։ Նոյ։ Ահա ինչ ես ծիծաղում։ Վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի բան չի փոխվել։ Ոնց որ փուճուր ժամանակ էր, հենց ասում էի մի խառնվի մի անգամից նեղվում էի, նենց էլ հիմա է։ Հա, բայց ես չեմ նեղվում։ Այդ ինչից վերցիր, որ ես նեղվում եմ։ Հələ դեմքիդ արտահայտությունը դու արդեն ջեղաձգված ես։ Մանուկ նոյն է եկել։ Լսի, այդ մանուկ նոյը քո ամեն գործից տեղյակ է եղել։ Ոչ մեկ տեղյակ չի եղել բացի ինձնից։ Տենց չի։ Ու հիմա էլ ես գիտեմ, թե դու ինչով ես զբաղվում։ Նոյը տեղյակ է եղել այնքանով, ինչքանով որ պետք է եղել, ու այդ եղել է միշտ։ Ու նոյը իմացել է դրա մասին։ Հիմա խես էլ խորանում։ Խառը գործերի մեջ եմ Պետրոսի հետ կապված։ Բա ես հենց այդ եմ ասում, վատ է էլի։ Վատա լավ է, այդ է համակերպվի ախպեր։ Մի խոսքով դու գիտես։ Գիտդ բարձր գնացին։ Այդ Արտուրին ես ման գալիս։ Հա, իրան եմ փնտրում։ Ճանաչեցի քեզ։ Չէ, Արտուրը ստեղ չի, էլ չի գալիս։ Ինչի ուրիշ տեղ անավակ։ Դե մի քանի անգամ վատացավ, տարան, չգիտեմ ուր են տարել, բայց ասում են վատ հիվանդ է։ Կարող է պատահի, դաժե մահացած լինի։ Ոնց։ Դե ինքն էր ասում էր վատ հիվանդ եմ, ես այդ ձև էլ զգում էի, որովհետև անընդհատ ինքը վատանում էր, անընդհատ իրան վատ էր զգում։ Այդ հիվանդության անունն էլ չգիտեմ ինչ է, բայց ինքը իրան այնքան վատ էր զգում ամեն անգամ։ Դե ինչ ասեմ, ողորմի իրան, բայց դե կարող է ալի մահացած չլինի, բայց չկարա ասեմ, կարող է էլ չկա։ Հա, ինչ եղավ։ Ոչ մի բան։ Վատ ես զգում։ Լելիկն է։ Վերցրեն խոսեմ։ Ալիկ։ Նոյ, որտեղ ես։ Ինչի։ Ընտրում եմ ասա որտեղ ես։ Ինչ է եղել Լիլ։ Ինչու եմ արի, հա։ Որտեղ գամ տանն ես։ Չէ, հյուսիսայինում եմ։ Կգաս։ Բայց ինչի ես գնացել։ Ինչ է եղել։ Ընտրում եմ արի կբացատրեմ։ Եմ գալիս եմ։ Ապեք ասես ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ավել ճիշտ չգիտեմ, գնացել է Հյուսիսային պողոտային Արտուրի մոտ։ Հազար անգամ ասել եմ, որ չգնա այնտեղ արա։ Ոխի չէիր ուզում, որ լսեր հետդ եմ։ Աբել ես գիտեմ, թե դու ոնց ես այս հարցին վերաբերվում, բայց հիմա արի չխոսենք, հա։ Էս էլ նոր ձև է, հա։ Փաստորեն իմ քուրը չպետք է իմանա, որ ես քո հետ եմ, կամ էլ որ դու ես իմ հետ։ Կամ իմ քուրը չպետք է իմանա ես ինչով եմ զբաղված այդ պահին։ Այս դրա համար էլ չի ուզում, որ դու իմանաս սրա մասին։ Ապես ինչ մարդիկ եք դուք։ Ինչ էր ասում։ Աբել արի սենց պայմանավորվենք։ Ես գնամ այնտեղ ու զանգեմ քեզ, լավ։ Լավ, բայց հենց գնում ես տեղ ես ասում ինձ է զանգում։ Անպայման կզանգեմ։
Զանգում ես, որ ես ամեն ինչ իմանամ։ Դե գնացի։ Լավ։ Զանգում եմ, ուր ես։ Նոյի տանը։ Ոնց, բասում էիր։ Կապ չունի ինչ էի ասում։ Մորքուրս հանել է տանից, պապաս էլ գալիս է, ես չգիտեմ ինչ անեմ։ Չգիտես, բայց պատկերացնում ես, չէ։ Ես չգիտեմ ինչ անել։ Գալուց առաջ մտածեիր։ Ապրես, իսկական ընկերուհի ես։ Ասում էիր ամեն ինչ լավ կլինի, ասում էիր նոյը սիրում է ինձ, հաստատ չի մոռացել։ Որովհետև համոզված էի, որ չի մոռացել։ Դե փաստորեն սխալվել էիր։ Մի օրով է թողել, որ մնամ ստեղ։ Հիմա պետքա գնամ ու չգիտեմ որ գնամ։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Լավ կզանգեմ քեզ հետո։ Ինչ անեմ։ Ասանոյ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ դու մեր տանը չես։ Դուրս եմ գալիս։ Լավ։ Նոյ մի մտածի, որ ես։ Ես ոչ մի բան չեմ մտածում, ուղղակի ուզում էի համոզվեի, որ մեր տանը չես, այդքան բան։ Ես մտածում էի։ Այդ արդեն շատ ուշացած որոշում է։ Ինչ է։ Մտածելը Հասմիկ։ Դու չգիտես, որ մարդ պետք է մտածի նոր ինչ-որ մի բան անի, ոչ թե հակառակը։ Կներես։ Երիքը այդ բառը ասես։ Վերջ էլ մեր տանը չտենեմ քեզ։ Աս ապրի։ Արդեն քայլում եմ այդ կողմ։ Եղավ։ Այս ուղա։ Առոմ։ Նոյ այդ նորություններ ունես չես էլ ասում, հա։ Ռոմ դրա ժամանակը չէ, դու կխոսանք։ Թաքուն ամուսնանում ես, էլի։ Արա ինչ ես խոսում։ Եկել էի ձերտուն քեզ տեսնեի, ու հարսիկը դուրը բացեց։ Ու զարմացա ես էլ։ Ինչ տափակ հումորներ ես անում։ Ավելի այդ թեմայով ընդհանրապես չխոսես։ Լավ մատ կարաս բացատրես հասկանամ, թե ինչի է Հասմիկը քո տանը։ Ախպերս այդ հետո էլի հիմա դրա ժամանակը չի ասած։ Եղավ լավ, քո հետոն երբեք չի գալիս։ Հեսա Լիլիթին եմ տեսնելու դրա համար, հիմա դրա ժամանակը չի։
Հա այդ մեկը գիտեի, Ավստրիկա ասելա։ Լավ դե վերջացնես զանգի մնա ինչ ես տենց խառը։ Ռոմ կզանգեմ էլի։ Չնայած սպասիլ է Ռոմ։ Ասա։ Էդի իլը մեր տաններ։ Հասմիկը։ Չէ արդեն գնաց, դուրս եկավ։ Հա, լավ։ Ասա նոյ, լավ։ Երբ կխոսես ավելի հետ։ Կզանգեմ ու կխոսեմ ավելի հետ։ Ես խոստացել եմ ու խոսեմ։ Հակոբ, ուղղակի ուզում եմ, որ շուտ պարզվի այս իրավիճակը։ Կպարզվի։ Գիտես ինչն է վատ։ Որ դու ինձ չես վստահում ու չես հավատում։ Հակոբ, այդպես չի։ Չէ, ես քեզ չեմ մեղադրում, ես ինքս եմ մեղավոր, ես եմ ստեղծել այս իրավիճակը, որ դուք այդպես եք, որ այդ վիճակում եք Մարիամիս հետ, ուղղակի ինձ էլ հասկացի, ես կփորձեմ ուղղել այդ ամեն ինչը։ Հակոբ, եթե ասում եմ խոսի Աբելի հետ, այդ դեռ չի նշանակում, որ ես քեզ չեմ վստահում։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու խոսես։ Չեմ ուզում, որ մենակ լինես այդ խնդիրների մեջ։ Ես կխոսեմ, կզանգեմ ու խոսեմ Աբելի հետ։ Աբելը մեզ հարազատ մարդ է, հավատա։ Գնանք։ Հա։ Լիլ ինչ է եղել։ Ես ուղղակի եկել էի, որ տեսնեի ու գնայի։ Ու ինչ տեսար։ Այն մյուս մարդը ինձ ճանաչեց ու հասկացա, որ Արտուրին եմ փնտրում։ Հետո ասաց, որ ստեղ չի։ Ասաց, որ հիվանդ է, անբուժելի։ Ու հիմա դու դրա համար տխրել ես։ Նոյ դու չես հասկանում։ Լիլիթ, ես քեզ շատ լավ հասկանում եմ, ուղղակի ինչքան էլ ես փորձեմ ժխտել, որ ինքը իմ հարազատն է, մեկ է։ Լիլի, ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Ուղղակի այն մարդուց, ով արաղից բացի ոչ մի բան չի տեսնում, քեզ մի երկու բան ասել ու դու դրան հավատացել ես ու տխրել ես։ Այդ ի՞նչ չեմ հասկանում։ Ասած այնքան վատ է, որ նույնիսկ անցյալով էր խոսում իր մասին։ Բայց ես էլ հենց այդ եմ ասում։ Դու պետք է ուշադրություն չդարձնես այդ մարդու ասածներին։ Ես ուզում եմ տեսնեմ իրան։ Ես քեզ հասկացա, բայց հիմա դու կգնաս տուն։ Չէ, ես տուն չեմ գնալու։ Դու կգնաս տուն, մինչև ես հասկանամ ինչ է կատարվում, լավ։ Չէ, դու որ գնալու ես, ես գալու եմ քո հետ։ Դու ինչ չես լսում, ես քեզ ինչ եմ ասում։ Ես չեմ կարա տուն գնամ։ Ես պիտի իմանամ, պիտի տեսնեմ։ Աբելն է։ Խնդրում եմ չասես, ես ինքս իրան կասեմ։ Որ դու զանգեցիր, մենք իրար հետ ենք։ Հա, Աբել։ Ինչ հիվանդ արա, ինչ փնտրել գտնել։ Աբել կհանդիպենք կբացատրեմ։ Լիլիթը հետ է տա։ Ես կգամ կխոսանք ասեցի։ Տուր հեռը խոսել Լիլիթին, շուտ։ Քո հետ ա ուզում խոսել։
Ասա Աբել։ Լիլիթ, ինչ ես անում այդտեղ։ Ես Լավ, արդեն կարևոր չի։ Հիմա տես ինչ եմ ասում։ Ես տուն չեմ գնալու։ Գնալու ես ու հենց հիմա։ Աբել, հասկացի, ես ուզում եմ իմանամ։ Կիմանաս։ Ես խոստանում եմ, որ կգնամ ու ամեն ինչ կիմանամ։ Դու։ Հենց ես Լիլիթ։ Բայց ես ուզում եմ Մնացածի մասին հետո կխոսենք։ Կիմանամ ինչա կատարվում ու կհասկանանք ինչ ենք անում։ Կլինի Լիլիթ։ Հարց տվեցի Լիլ։ Հա։ Դե ուրեմն հենց հիմա տուն ես գնում։ Լավ։ Հաս Աբել։ Լիլիթին տուն տար, ես էլ հասկանամ ինչա կատարվում։ Հետո ես քո հետ կգամ։ Մի ժամվա գործ ունեմ։ Դե վերջացրու զանգ ես, գիտեմ որտեղ գնանք։ Լավ։ Լիկա, այսօր ես պատրաստվել։ Գնում եմ սալոն։ Ասում էր, որ այսօր ոչ մի տեղ դուրս չես գալու։ Հա, բայց մոռացել էի, որ ընկերուհուս խոսք եմ տվել, որ հետո պետք է գնամ սալոն, հետո էլ մի քիչ կքայլենք։ Պարզա։ Մամա, ես քեզ տանը պետք է։ Չէ, ուղղակի ուզում էի, որ Մարիայի հետ մի քիչ այգի դուրս գայիր։ Ոյ մամ, մի ուրիշ անգամ էլի, ուղղակի արդեն խոսք եմ տվել այդ ընկերուհուս։ Լավ։ Ես գիտեի, որ ինձ մոռանալը այդքան էլ հեշտ բան չի։ Լիլ, Աբելը մի քանի հատ գործ ունի, կվերջացնի ու կգնանք։ Ուրիշ բան չասած։ Չէ, իրեն զսպում էր, թե չէ լիքը բան ունի ասելու։ Բայց ուր եք գնալու։ Հիվանդանոցներով։ Իսկ եթե հիվանդանոցներում չլինի, ես գիտեմ իրան որտեղ գտնեմ։ Գլխիցս դուրս չի գալիս։ Լիլ, հանգստացի։ Հեսա քեզ կտանեմ տուն, մինչև Աբելը գա։ Ես չեմ ուզում տուն գնամ։ Բայց պիտի գնաս Լիլիթ։ Հիմա ես կտանեմ մեր տուն, ավելի ճիշտ իրար հետ կգնանք, մինչև Աբելը զանգի։ Բայց հաստատ կգտնեք, չէ։ Աբա ինչ պետք է անենք։ Փոքր քաղաք չի։ Երանի ինձ հասկանայիք։ Աբելը չի թողնելու, որ ես օգնեմ, չէ։ Լիլիթ, Աբելին մի նայի, որ քար սիրտ ունի։ Որ հարցը որ քեզ է վերաբերվում։ Ինքը հաստատ նենց անում, որ դու քեզ լավ զգաս։ Ճիշտ է, մեկ-մեկ նենց է ստացվում, որ դու քեզ լավ չես զգում, բայց հաստատ իմացի։ Ինքը ամեն ինչ անում է, որ դու հանկարծ մի պահ նեղված չլինես, եղավ։ Հիմա իմ մասին մտածելու ժամանակը չի։ Բայց ինքը քո մասին է մտածում։ Իսկ այդ մարդը դու հասկացի այդ մարդը իր համար ով է։ Իր համար, բայց իմ համար։ Ես համ քեզ եմ հասկանում, համ էլ Աբելին։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ես տեսնում եմ, որ դու քեզ վատ ես զգում։ Դե արի գնանք տուն, քիչ կփոխվես։ Արի։ Քո ստորագրությունն է պետք է գործարքի համար։ Հետո նոր կգնանք նոտար, արդեն մնացած հարցերը կանենք։ Լավ, ես կգամ անպայման։ Ուղղակի ուզում եմ այս ամեն ինչ արագացնենք, որ ինչ որ բան գոնե լուծենք, ինչ որ ձև առաջ գցենք այս գործը, որ մի ձև այս շտակից դուրս գանք։ Ամեն ինչ լավ կլինի, Արամ ջան, քո մոտ ամեն ինչ կստացվի։ Շատ դժվար է լինելու։ Համբերություն է պետք։ Չնայած մեկ-մեկ ինձ այդ համբերությունը արդեն չերիք։ Կհերիքի, անպայման կհերիքի։ Մենակ թե դու մտածելով ամեն ինչը արա, ինչ ես անում, ուր ես գնում ու ամեն ինչ լավ կստացվի։
Գիտեմ, ուրիշ տարբերակ չկա, պետք է համբերենք։ Լավ, երբ են գնալու։ Վաղը։ Վաղը, լավ, ուրեմն ես Լիկային կխնդրեմ, ինքը երեխայի հետ կմնա, մենք կգնանք։ Դե վերջ, ուրեմն մենք էլ կխոսենք, ես հիմա դուրս եմ գալիս գործեր ունեմ, հետո գանք խոսանք, դա։ Լավ։ Գրացի։ Ես դուրս եմ գալիս մամ ջան։ Դե չուշանաս։ Դե մամ, ասել էի, որ գնալու եմ սալոն, հետո էլ պետք է ընկերոս հետ գնանք մի քիչ քայլելու։ Լավ։ Մամ, ամեն ինչ այդքան վատ է։ Դե հավատա։ Բայց Արամը փորձում է ամեն ինչ անի, որ ինչ-որ մի բան ստացվի։ Բայց Արամը կկարողանա։ Ամենայն դեպս փորձում է։ Ես դեռ երբեք Արամին սենց չեմ տեսել։ Ինքը շատ մեծ բեռ է վերցրել իր ուսերի վրա, բայց փորձում է ամեն ինչ անի, որ մենք հանկարծ չնեղվենք։ Դե Արամը ուրիշ տղա է։ Ճոտենց մի նայ մամ ջան, լավ իմաստով եմ ասում։ Շուտ կգաս տուն։ Մամ, անընդհատ ասում ես շուտ կգաս տուն։ Մոռացել ես, որ հեսա դասերը կսկսեն ու ես էլ չեմ կարող ժամանակ տրամադրեմ, ոչ քայլելուն, ոչ մի բանի։ Դրա համար ուզում եմ հիմա մի քիչ ժամանակով հայելեմ։ Դու էլ մոռացել ես, որ եղբայրդ չի սիրում, երբ որ դու ուշ ես գալիս տուն։ Չեմ մոռացել, չի թողնում, որ մոռանամ։ Դե ավելի լավ, որ չես մոռացել։ Գնա, բայց փորձի գոնե առանց ոչ մի պատմության վերադառնաս տուն, հա? Դու էլ ինչ-որ բան չսարքես նորից։ Ես չեմ հասկանում, այս տանը ինչ լինում է, մենակ Լիկանա մեղավոր։ Բոլոր խնդիրները ինձանից են գալիս, մամա։ Դու շատ լավ գիտես, թե ես ինչի մասին եմ խոսում։ Իհարկե, ու ես նորից դարձա այս տան չարքը։ Չէ, աղջիկ ջան, ես ուղղակի ուզում եմ, որ մենք մի քիչ խաղաղ ապրենք մեր տանը։ Որ դու մի քիչ խելք հավաքես։ Դու շատ լավ գիտես, որ Արամը դեռ չի մոռացել քո արածները։ Դրա համար ուզում եմ, որ մի քիչ քեզ լավ պահես։ Շատ լավ է, մամ ջան, շատ լավ։ Արամը չի մոռացել իմ արածները, բայց շատ շուտ մոռացավ Լիլիթի արածները։ Այդ ո՞նց է տենց ստացվում։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ, մի քիչ ըմբռնումով մոտեցի, հա։ Լավ, մամ, ամեն ինչ պարզ է։ Ինչպես միշտ մեր տանը նույն իրավիճակն է։ Խեղճ Արամ ու ահավոր Լիկա։ Մի երազում եմ, որ մի անգամ գոնե դու իմ ասածը ճիշտ հասկանաս։ Բայց ասում է Լիկան ազդում է ներվերի վրա։ Հիմա ինչ է փոխվել։ Հիմա ավելի շատ է ազդում։ Սև բան չի ես սենց խաղեր խաղում։ Բան չես հասկանում։ Ախպերես, ես փորձում եմ հասկանամ, ինչ ես մտադիր անել, բայց մեկը Ապա դու շատ բան չգիտես, դրա համար էլ չես կարող այդ սա հասկանաս։ Խոսքի ինչ չգիտեմ։ Ռոբ չես ջոգում, որ տղեկը չկան։ Չկան ու չկան այդ տղեկը։ Հա, ասում էի Աբելից վախեց է թռել են ապրել։ Ես էլ էի տենց մտածում։ Բայց ոնց ջոգում եմ, ոչ թե Աբելից են թռել, այլ Աբելն է իրենց թռցրել, օդ, երկինք։ Այդ ոնց։ Հենց տենց Աբել։ Տղեկին սպանել է Աբելը։ Ինձ որ ասում են, ես չէի հավատում։ Ինձ հիմա հավատում ես։ Հա, հավատում եմ։ Չքան ապ է տղեկը։ Այդ պատմության մեջ մենակ ես եմ, որ սենց մելը որ ողջ եմ մնացել։ Բայց
Աբելն էր, որ ինձ գտավ, հաստատ արագի մեջ ինձ էլ է վերացնելու։ Սա հետևիցը սնգած ինձ եմ մանգալի արա։ Չէ, ոնց որ վիճակը շատ լուրջ է։ Հա, շատ լուրջ է։ Ավելի լուրջ ուղղակի չի լինում։ Ես քեզ կյանքում սենց չեմ տեսել, Սև։ Լավ նայի, որովհետև կարող արդեն վերջի անգամ ես սենց ինձ տենում։ Բա հորողբերդ։ Հորողբերս ինչ։ Հորողբերս, որ իմացավ, որ սենց թեմայը առաջին ինքը ինձ կխփի գլխից։ Ինչ պետք է անես։ Միակ ձևը այդ Լիկան է։ Իմ ու Լիկայի հարաբերություններն է։ Արա մեկը չեմ ջոգում, ինչ ես ուզում անես։ Սենց ասեմ քեզ։ Աբելը Արամի հետ լավ մոտիկ են իրար։ Հա, դե աղբերներ են։ Հա, Լիկան էլ Աբելի քույրն է։ Ուղղակի շփում չունեն իրար հետ։ Հա, դե Լիկայի հետ շատ դժվար է լավ լինելը։ Հեշտ է դժվար, այդ արդեն հեչ կապ չունի։ Հիմա Լիկան իմ միակ փրկությունն է։ Քո կարծիքով, որ Աբելն իմանա Լիկայի ինգերն ես, քեզ խղճալու է, հա։ Չէ, բայց որ Լիկան ամուսնանա հետս, կամ ասենք եթե Լիկան հղի լինի ինձանից, Արամը ամեն ինչ կանի, որ իր քուրը մենակ ու տխուր չմնա։ Տեսվի նայի, ես ուրիշ տարբերակ չունեմ։ Ու ես ամեն ինչը Լիկայի կապրիզների պատճառով, չէ, Սևակ։ Ռոբեսի մեծ նենց պատմություն է, որ ես մենակ այս ճամփով կարամ դուրս գամ։ Ես էլ ուրիշ տարբերակ չեմ տենում։ Չգիտեմ, աղբեր, չգիտեմ ինչ ասեմ, բայց չգիտեմ ինչ ես անելու։ Այդ արդեն կարևոր չի։ Դու մենակ իմացի, որ ինձ կարող է քո օգնությունը պետք է այդքան բան։ Այդ խնդիր չի, դու լավ գիտես։ Որ տուն չես գնում, տնեցիք ինչ են ասում։ Ապել, տնեցիք։ Ինքան հեքիաթ եմ պատմել արդեն, որ հատոտ ասում եմ ստե եմ, ընդե եմ, բայց արդեն սկսել են շատ հարցեր տալ տունը։ Դարել ես հեքիաթ ասած, էլի։ Լավ, մի խոսքով Լիկայի հետ պետք է շփումդ արագացնել։ Էդ եմ անում, էլի։ Էլ ինչ ասեմ, մենակ կարամ քեզ հաջողություն մաղթեմ, Սևակ։ Այդ հաջողությունը ինձ հաստատ հիմա պետք է, ու ամենաշատն է պետք է։ Привет, Լիկջան։ Привет, привет։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, այսօր ինչ-որ տրամադրված են փոփոխությունների։ Շատ լավ է։ Նոր ես որոշել։ Հենց նոր։ Շատ լավ է։ Արի նստի, տեսնենք ինչ ենք անելու, կորոշենք։ Դե գնացի։ Հիշում ես, չէ՞ Ռոբ, դու ինձ ոչ տեսել ես, ոչ լսել ես իմ մասին։ Թե այդ բարձր։ Դե ես նավսակի ասում եմ, որ իմանաս, մեր ընկերներից էլ, մեր ամենամոտիկ մարդկանց էլ ոչ մեկի չես ասում, որ ինձ տեսել ես։ Այդ հաստատ։ Դե կզանգվենք։ Եթե բան պետք լինի, անպայման զանգ եղավ։ Այդ առանց քո ասելու էլ զանգելու է ես։ Էլ ուրիշ ոչ մեկը չկա, որ ես իրան կարամ զանգեմ, այդ մենակ դու ես։ Թե քեզ ուրախ ժամանց։ Ձեռ ես առնում, հա։ Մարդ չգիտի, ես իրավիճակի վրա լացի, թե ծիծաղի։ Ես համարյա 90% վստահ եմ, որ Աբելը սպանել է տղեկին։ Ու եթե ճիշտ եղավ, ես պետք է արագացնեմ իմ ու Լիկայի քայլերը։ Եթե չլավ չի։ Լավ, գնացի։ Ոչ մի բան։ Աչքերդ հայ է, լցված է, ինչ է։ Ոչ մի բան ուղղակի աչքս բան է մտել։ Ճիշտ է, հավատս չի գալի, բայց այս վերջերս տենդենսը վատն է, բոլորը գալիս են հյուսիսային պողոտա լացելու, երևի տրամադրում է։ Ո՞ր էի գնում։ Գնում եմ տուն։ Ես ախ մի հատ փոքր գործ ունեմ, արի այդ գործս վերջացնեմ, մի քիչ ինձ սպասի, ես քեզ կտանեմ։
Չէ, ես կգնամ։ Չէ, ես քեզ կտանեմ։ Ուղղակի ինձ մի քիչ հենց ստեղ նստի, սպասի, ես սա կմոտենամ։ Նստի։ Ան հիմա ո՞նց ես։ Նորմալ։ Հաստատ լիլ։ Հիմա խորը շունչ ես քաշում ու հանգստանում ես։ Ես Աբելին լավ եմ ճանաչում, ինքը հաստատ այն ինչ ասել ես կանգնում։ Հա, բայց այս թեմայով չեմ կարծում, վստահ չեմ։ Իսկ ես վստահ եմ։ Ինքը ուղղակի սկզբից ջղայնանում է, հետո անում է։ Չգիտեմ, տեսնենք։ Մեկ էլ մի բան։ Երբ որ ինչ-որ մի տեղ ես գնում, զանգի տեղյակ բայ։ Լավ, եղավ։ Եղավ։ Այդ դու հիմա պետք է չասես եղավ, այդ ամեն ինչը դու պետք է նախորոք հասկանայիր։ Հիմա էլ դու, փաստորեն հիմա երկու հոգու պետք է պատասխան տա։ Դժգոհ ես։ Չէ, դժգոհ չէ։ Դե ուրեմն ժպտա։ Ժպտում եմ։ Այդ այն ժպիտը չի, որ ես ուզում եմ, բայց համարենք, որ անկեղծ է։ Վայ, Տիկին Սիլվան եկել է։ Չէ։ Բա, ում ճամպրուկն է։